Բարև ձեզ։ Ամեն տարի Համբարձման տոնի օրը հիշատակվում է 1441 թվականին ամենայն հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Վաղարշապատ փոխադրելու պատմական օրը։ Կաթողիկոսական աթոռը էջմիածնում վերահաստատելու հանգամանքը համարվում է վճռորոշ ոչ միայն եկեղեցական, այլ նաև ազգային կյանքում։ Արդյոք եթե ժամանակին հայրապետական աթոռը չտեղափոխվեր Հայաստանից դուրս եւ ապա չվերադառնար Հայաստան Սուրբ Էջմիածին, մենք կունենայինք այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Թեման քննարկելու համար տաղավար ենք հրավիրել պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Միքայել Մալխասյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մալխասյան, կարող ենք վերապատկերացնել պատմական փաստերի վերլուծությամբ, թե ինչ էր կատարվում 1441 թվականին, ինչ էր քննարկում ազգային եկեղեցական ժողովը եւ ինչու ազգային եկեղեցական ժողովը, այսինքն այլ ոչ թե այդ ժամանակաշրջանում հայկական այլ հանրույթ, այլ մարմին, այլ էլիտա։ Սկսեմ հարցի երկրորդ մասից, որովհետև ֆորմատը այդ ժամանակաշրջանի համար ընկալելի էր հայկական միջավայրում, որովհետև միակ ազգային ներկայացուցչական մարմինն էր։ Եմ փոքր բաց եմ ասածս, մենք ունենք շատ հետաքրքիր ֆորմատ հայ եկեղեցու կառավարման որպես բարձրագույն մարմին, ազգային եկեղեցական ժողովը ներկայացուցչական է իր բնույթով եւ միջնադարում էլ է այդպիսին եղել, նույնիսկ ի սկզբանե, երբ որ Աշտիշատի կանոնադիր ժողովը իր ֆորմատը հենց ազգային եկեղեցական ժողովի վերափոխեց, աշխարհաժողովից վերածվեց ավելի լայն ներկայացուցչական մարմնի, ի սկզբանե նման էր կարծեք հայկական խորհրդարանի, որտեղ եւ աշխարհիկ եւ հոգեոր էլիտան ներկայացված էին։ Հիմա երբ որ դարերն անցել են, մեր 4-րդ դարը չի, 5-րդ դարը չի, երբ որ մենք ունենք աշխարհիկ էլիտայի կարկառու ներկայացուցիչներ, թագավոր, իշխաններ եւ այլն չկան արդեն, կան առանձին Հայաստանի առանձին վայրերում միայն երբեմնի իշխանական ընտանիքներից մնացած փշրանքներ։ Խոսքը 15-րդ դարի 15-րդ դար արդեն, այո, 1441 թվի դրությամբ Հայաստանը գտնվում է Կարակոնլու թուրքմենական ցեղերի տիրապետության տակ։ Եվ այստեղ չկա քաղաքական որևէ իշխանություն հայկական, ընդհանրական քաղաքական իշխանություն։ Կան առանձին ընտանիքներ, որոնք ինչ որ հատվածներում Հայաստանի, օրինակ Արցախում, Սյունիքում, Արևմտյան Հայաստանի ինչ որ առանձին մասերում ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքի մոտավորապես 5-ից 7% են վերահսկում։ Բայց բուն էլիտան, այսքան աշխարհիկ էլիտա, որ կմիավորեր բոլորին, արդեն բացակայում էր։ Եվ ստացվում է, որ մնում էր ինտելեկտուալ էլիտան ժամանակաշրջանի հոգեորականությունը, որպես բոլոր շերտերը հայության ներկայացնող էլիտա, այսինքն հոգեորականներն առաջում էին Գեղջուկ շինականից մինչև խոշոր առևտրական բոլորի հետ հայերի եւ նրանց հոգեոր կարիքներն էին հոգում, ազգային ինքնության հարցերն էին նաեւ պահպանում, որովհետեւ դպրոցի գործը եկեղեցու վրա էր եւ ցանկացած ինչը կարելի է բնորոշել ազգային երևույթ եկեղեցու հետ էր կապված եւ ստացվում է, որ ազգային եկեղեցական ժողովը միակ ֆորմատն էր, որ միավորելու էր հայության բոլոր շերտերին, թե նրանց սոցիալական ծագման տեսանկյունից եւ թե նրանց հոգևոր կամ աշխարհիկ լինելու հանգամանքից։ Այսինքն մենք ունենք մեծ հաշվով ժողովրդական ֆորմատ եկեղեցու կառավարման հենց միջնադարից սկսած, որը մեծապես տարբերվում էր կաթոլիկ եկեղեցուց եւ նաեւ խորքային իմաստով ժողովրդավարական բնույթ ուներ, որովհետեւ ազգային ներկայացուցչական ֆորմատ ուներ նույնիսկ կաթոլիկոսի ընտրության հարցում։ Եվ սա, ասում եմ, յուրօրինակ խորհրդարանի ֆորմատ է, որը ազգի կառավարման ֆորմատի էր վերածվել միջնադարի պայմաններում։ Այսինքն, երբ որ չկա թագավորական իշխանություն, պատահական չէ, որ նույնիսկ արդեն 2 դար անց օտար հեղինակները ամենայն հայոց կաթոլիկոսին նույնիսկ խալիֆա, օրինակ թուրք հեղինակները, օսմանյան ուղեգիրները հայոց խալիֆա են նշում, այսինքն աշխարհիկ եւ հոգեոր իշխանություն ունեցող անձ, որը դեպքերում նաեւ ազգապետ։ Այո, ազգապետն հայոց, դա էլ արդեն հայկական միջավայրում էին գրում, նամակներում օրինակ, հատկապես գաղթավայրերից էին որ գրում, կամ նվիրապետական աթոռների միջև խնդիրների պարագայում, երբ որ փորձում էին շեշտել հենց Էջմիածնում գահակալող ամենայն հայոց կաթողիկոսի գերագահությունը,
շեշտում էին այն ձեր ասած բառը ազգապետն հայոց, այսինքն այդտեղ երևում է որ կաթողիկոսը չի ուզում քաղաքական իշխանություն վերցնել, որովհետև ի սկզբանե հայ եկեղեցում դա դրված չէ, բայց ինքը ստիպված է ազգի խնդիրներով ընդհանուր հոգ տանել եւ դրա համար ինքը ոչ թե ինչ որ ուրիշ տերմին է այստեղ կիրառություն տեսնում, այլ հենց ազգապետն հայոց։ Ինչ տեղի կունենար երկու դեպքում էլ։ Ի վերջո մենք նշում ենք 1441 թվականից Էջմիածնում կաթողիկոսական աթոռի վերահաստատումը, բայց եկեք մի քիչ ավելի խոր կգնանք, իսկ ինչու տեղափոխվեց եւ ինչ կլիներ, եթե չտեղափոխվեր եւ ինչ հանգամանքում ոչ միայն պատմական սոցիալական հանգամանքում տեղափոխվեց, այլ ինչ որոշում էր դա, հանուն ինչի որոշում էր դա, ով կայացրեց տեղափոխման որոշումը։ Ձեր այս հարցը միացնեմ նախորդ երկու հարցերից առաջինի հետ, որին ես չանդրադարձա նախորդ դեպքում, այդտեղ ընդհանուր անդրադառնամ, ուրեմն մենք հաճախ կաթողիկոսության տեղափոխությունը միայն 1440-41 թվականների իրադարձություններով ենք պայմանավորում, բայց պետք է հետ գնանք 12-ից 13-րդ դարի իրադարձությունների այդ շրջանը, երբ քաղաքական օրակարգ է բերում եկեղեցիների միության հարցը, այդ ժամանակ ամենահայոց կաթողիկոսի նստավայրը Կիլիկիայի հայկական թագավորությունում էր։ Որովհետեւ մեր հեռուստադիտողը լավ հասկանա ինչի մասն է խոսքը, Կիլիկիայի թագավորությունը պաշտոնապես հայոց թագավորություն էր կոչվում, այսինքն այդ մենք հիմա ենք պատմաբաններս ենք ասում Կիլիկիայի հայկական թագավորություն, այս ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորություն գոյություն չի ունեցել, ընդ որում թե հարևան օտարները եւ թե հայ հեղինակներն այստեղ կոչել են հայոց թագավորություն։ Ուղղակի Կիլիկիայում էր ֆիզիկապես գտնում։ Նույն տրամաբանությամբ հայոց կաթողիկոսը գտնվում էր Կիլիկիայում։ Եվ երբ որ 1280-ական թվականների վերջին շատ ավելի հստակ քաղաքական վերնախավի կողմից դրվեց օրակարգ կաթոլիկ եկեղեցու հետ միանալու, երբ հարևան Եգիպտոսը եւ մյուս մուսուլման պետությունները ճնշում էին Կիլիկիան Հայաստանի վրա, այդտեղ հետում երկրորդ արքայի կողմից կատարվեց ճակատագրական սխալ մոտեցում։ Նա որոշեց, որ Հայաստանը պետք է լիարժեքորեն ինտեգրվի արևմուտքին, կաթոլիկ եկեղեցում եւ դրանով ավելի, այսպես ասենք, տրամադրեց հայոց թագավորության դեմ հարևան մուսուլմաններին ու կանխորոշեց 1375 թվականին Սիսի անկումը, մայրաքաղաք Սիսը պետք է գրավի Եգիպտոսի սուլթանության կողմից, որտեղ մենք անընդհատ ընկալվում էինք որպես օտար մարմին այդտեղ։ Եթե մենք նայենք մուսուլման հեղինակների տրամաբանության տեսանկյունից, իրենք հայ առաքելական քրիստոնյաներին դիտարկում էին իբրև իրենց տարածաշրջանի քրիստոնյաներ, որ մենք չենք, ուրիշ են, բայց օտար չեն։ Իսկ եթե Ալեհանդր Ժողեին։ Այո, որովհետև գիտեն որ հայ առաքելական եկեղեցու պետը, ամենայն հայոց կաթողիկոսը ունի քաղաքական իշխանություն եւ ավելին նա չի գտնվում Հռոմի պապի կամ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի նվիրապետական իշխանության տակ։ Նա անկախ է։ Եվ սա շատ կարևոր էր նրանց համար, այսինքն նա չի դիտարկում իբրև օտար տարածաշրջանում։ Իսկ երբ որ գնում է եկեղեցիների միություն, այս դեպքում նաև Հռոմի պապը քաղաքական իշխանություն ունի, ընկալվում է, որ հայերը խաչակրած նոր արշավանք են բերելու այստեղ, նոր էին խաչակիրներից ազատվում։ 1292 թվին վերջին հենակետն են գրավելու խաչակիրների։ Եվ հենց այս շրջանում է, որ 1289 թվականին հետում երկրորդ արքան որոշում է, որ պետք է Կոստանդին Կատուկեցի կաթողիկոսին շրջանցելով դնի առանձին մի քանի եպիսկոպոսների մասնակցությամբ ժողովի ֆորմատ, իբրև եկեղեցին բարենորոգելու անվան տակ գնան այն ճանապարհով, որ պետք է միացնեն կաթոլիկ եկեղեցուն։ Կաթողիկոսներն մեղադրեցին աշխարհիկ հետարքրությունների մեջ, տարբեր ամբաստանություններ, իբրև շեղվում է իր ճանապարհից եւ այլն իր կոչումից եւ ի վերջո նույնիսկ դատավարություն կազմակերպեցին։ Կաթողիկոսը ձերբակալվեց, բանտարկվեց եւ դեպքերից մեծապես ազդված Ստեփանոս Օրբելյան պատմիչը, որ այդ ժամանակ Հայաստանի ամենաազդեցիկ հոգեորականն էր։ Նա գրում է նաև կաթողիկոսը ինչ խոսքեր է ասել։ Նա ձեռնադրվել է եպիսկոպոս այդ կաթողիկոսի կողմից, եկել է Հայաստան, վերադարձել է եւ ավակներ բոլոր հոգեորականների մեջ բուն Հայաստանում, եւ նա ազդված այդպես տողերն է գրում նաեւ կաթողիկոսն ինչպես է օրհնել թագավորությունը, որ խոտոր ճանապարհով չգնա, բայց եւ միևնույն ժամանակ նշել է, որ այդ խոտոր ընթացքով այդ պետությունը ապագա չունի։
Եվ փաստորեն ոչ Ստեփանոս Օրբելյանը եւ ոչ էլ Կոստանդին Կատուկեցին չեն տեսնում հետո ինչպես է Կիլիկիայի հայոց թագավորությունը կործանվում, բայց իրենք ճիշտ են դուրս գալիս, որ թագավորի բռնած ուղին տանում էր ոչ մի տեղ, այսպես ասենք, հայոց թագավորության համար։ Եվ ի վերջո ինչու եմ ես այս նախընթաց շրջանից գալիս։ Ստեփանոս Օրբելյանն այն մարդն է, ով որ բերում է ասպարեզ Սուրբ Էջմիածին կաթողիկոսական աթոռը վերադարձնելու խնդիրը։ Երբ որ Կոստանդին Կատուկեցին էր կաթողիկոս, նա հռոմկլայում էր նստում։ Նրան երբ որ թագավորը ձերբակալեց, դրանից հետո 3 տարի անց մամլուքները գրավեցին Հռոմկլան եւ մեծ թվով հարյուրավոր հոգեորականների գերեվ արեցին նաեւ նոր կաթողիկոսին եւ ստեղծվել էր մի իրավիճակ, որ արդեն ցիս տեղափոխվեց կաթողիկոսարանը եւ սսում դարձավ ուղիղ թագավորի վերահսկողության տակ գտնվող ինչ որ մի կառույց։ Իսկն ինքնուրույնությունը կաթողիկոսական աթոռը իր համահայկական բնույթը կորցնում է, որովհետև թագավորը չուներ այն թեմական մեծ կառույցը, որ հայկական գաղթավայրերում ուներ եկեղեցին, չուներ ռեալ ազդեցություն բուն Հայաստանում ընթացող գործընթացների վրա, եւ նրա այս գործողությունները խստորեն դատապարտվում են նաեւ Հայաստանում։ Ուրեմն Ստեփանոս Օրբելյանը շատ հետաքրքիր քայլի է դիմում։ Ինքը, քանի որ Օրբելյան ընտանիքի իշխանական ընտանիքի ներկայացուցիչ էր եւ միևնույն ժամանակ arczepiskopos, հրավիրում է բարձրաստիճան հոգեորականների եւ աշխարհականների, այսինքն իշխանների ժողով եւ կտրականապես մերժում են եկեղեցիների միարման օրակարգը, հայտարարում են, որ իրենք չեն մասնակցում Կիլիկյան Հայաստանի քաղաքական արկածախնդրությանը եւ պահպանում են ազգային ինքնությունը եւ առանձին եկեղեցի։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին պահպանում է իր բացարձակ ինքնուրույնությունը, իրենք նույնիսկ ձերբակալված կաթողիկոսին էին շարունակում ճանաչել որպես կաթողիկոս, այլ ուրիշ խնդիր է։ Եվ երբ որ ժողով հրավիրվեց, այդ ժամանակ արդեն կաթողիկոսը ձերբակալված ողջ չէր, բայց իրենք շարունակում էին այդ գործընթացները համարել ապօրինի եւ այստեղ հիասթափված այս ամենից Ստեփանոս Օրբելյանը կարողանում է տեսնել ապագա process-ները եւ 1299-1300 թվականներին շարադրում է ողջ Սուրբ կաթողիկեն աշխատությունը, որտեղ տալիս է Սուրբ Էջմիածնի վիճակը, որ լքված է եւ նշում է, որ սա աստվածային ընտրությամբ վայր է, ասում է սա միակ վայրն է, որտեղ Հիսուս Քրիստոս անձամբ եղել է Հայաստանում եւ հենց նա է մեջտեղ բերում այդ Էջմիածնի այն հայտնի սրբազան ավանդությունը, որ Հիսուս Քրիստոսը գալիս է եւ ցույց տալիս վայրը եւ տեսքը Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, որտեղ պետք է կառուցվի Մարդ տաճարը եւ ինչ տեսք պետք է ունենա։ Սրանով քաղաքական գաղափարաբանություն է բերվում մեջտեղ։ Եվ նա շեշտում է, որ հենց Արարատյան աշխարհում է վերականգնվելու հայոց թագավորությունը, հայկական պետականությունը, եթե կաթողիկոսական փաստորեն աթոռը վերադառնա Սուրբ Էջմիածին։ Գաղափարը տալիս է եւ այդ գաղափարը հետո աշխատում է հենց նրա ընտանիքի ներկայացուցիչի կողմից։ 1431 թվին արդեն լրիվ ուրիշ պայմաններում ինքը մոնղոլների տիրապետության տակ էր ապրում, հիմա արդեն կարակոյունների տիրապետության տակ, կարակոյունները որոշում են մի քիչ փոխել իրավիճակը, հասկանալով որ հայերը մեծամասնություն են եւ այդ 150-200 տարվա ընթացքում ինչ ասեք տեսել են, ասում են մեզ դիրքավորենք իբրև Հայաստանի թագավորներ, շահ ի արման, հայոց թագավոր ենք, մի քիչ իրավունքներ տանք այս կողմ եւ Արարատյան կուսակալության ղեկավար են նշանակում Ռուստամ Օրբելյանին, Բեշքեն Օրբելյանի որդիներ Սյունյաց իշխանի նույն տոհմի ներկայացուցիչ ինչ-որ Ստեփանոս Օրբելյանը եւ նա սկսում է այս ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր նվիրաբերում է 7 գյուղ վաճառքի անվան տակ Սուրբ Էջմիածնին վանական միաբանությունը սրանով կարող էր վերականգնվել տնտեսական նորություններ ստանալ դպրոց կարողանալ բացել սկսել սպասարկել այդ դպրոցի կարիքները եւ կարող էին արդեն մի քանի տարի հետո բերել օրակարգ հենց կաթողիկոսական աթոռի վերականգնումը այսինքն կարող ենք ասել որ հայ եկեղեցու ինքնավարությունը եւ ինքնիշխանությունը, այսինքն կաթոլիկ կամ այլ որևէ մեծ ընտանիքի անդամ նվիրապետական իմաստով նրա մաս չդառնալը, անկախ մնալը, հայ եկեղեցու անկախությունը թե դավանաբանական ընդորում եւ թե եւ վարչական այո շատ կարևոր երկուսն են այդ անկախությունը եւ ինքնիշխանությունը
հենց դա գոնե միջնադարից սկսած, հենց դա ապահովեց հետագա նաև քաղաքական անկախությունը Հայաստանի։ Թագավորությունը, պետությունը լատինացվում էր, մնում էր եկեղեցին միայն անկախ, եթե եկեղեցին էլ չընդվզեր եւ լատինացվեր հայոց թագավորության հետ միասին, դժվար էլ հետո տեղի ունենային ազգային քաղաքական են բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան որպես ազգային իրադարձություն, ընդհանուր մինչև ազգային ազատագրական շարժումներ եւ ի վերջո Հայաստանի անկախություն։ Մենք չմոռանանք, որ 17-րդ դարում Շահ Աբբասի բռնագաղթից հետո Արարատյան երկրամասում կամ այսօրվա բանով ասենք Արևելյան Հայաստանում բացառությամբ եթե Սյունիք Արցախ չենք դիտարկում, որտեղ միշտ հայերը մեծամասնություն են եղել, Շահ Աբբասի բռնագաղթի այդ արհավիրքներից հետո հենց ամենայն հայոց կաթողիկոսների մի ամբողջ շարքի աշխատանք է եղել, որ այստեղ հայերի տեսակարգշիռը սկսել է վերականգնվել, նորից դպրոցներ, ազգային դպրություն, հետո մոդեռնիզացիա տպարան է գալիս եւ այլն, սկսվել է ամեն ինչ Մովսես Տաթևացուց 1620-ականների վերջից Մովսես 3-րդ Տաթևացի ամենահայոց կաթողիկոս, այնուհետև նրա սան Փիլիպոս Աղբակեցի, այնուհետև նրա սան Հակոբ Ճյուղայեցի, որը բերում է արդեն օրակարգ հենց այն ինչ որ դուք ասացիք ազգային աստագրական պայքարը, նա հստակ 1677 թվին հավաքում է էջմիածնում աշխարհիկ եւ հոգեոր էլիտայի ներկայացուցիչներին եւ հարց է դնում, ասում է պետք է վերականգնվի հայոց թագավորությունը։ Ասում եմ ես չեմ հավակնում թագավորական իշխանության Քավլիցի, ես ինչ որ կարող եմ կօգնեմ կանեմ իմ այս ինստիտուցիոնալ իշխանությամբ, հա, միակ կառույցն էր հայկական միջավայրում, որ ուներ հիերարխիա եւ ուներ գլուխ, ղեկավար եւ ուներ նաեւ ցանցային կառույց այս ամբողջ բրգի մեջ, ու ասաց ես պատրաստ եմ այդ ամենը անել, բայց պետք է արդեն թագավորության հարցին ամեն մեկը ձեր մասով մասնակցեք վերականգնման հարցին։ Եվ այդ օրակարգին էր ուղղված հետագա ամբողջ աշխատանքը 150 տարի։ Պատահական չէ որ 18-րդ դարում էլ էլի այդպիսի արհավիրքներից հետո արդեն օրինակ Ղազար Ջահկեցի կաթողիկոսը նրան շարունակել է հատկապես Սիմեոն Երևանցի կաթողիկոսը ձգտել են այն գյուղեր որտեղից հայերը հեռացել են վերադարձնեն բնիկ բնակչությանը հայ բնակչությանը եւ այդ հարստահարիչ խավը որ մուսուլման բնակչությունը փորձել է հայերին պատկանող գյուղերում հաստատվել նրանց դուրս մղեն եւ այս առումով նրանք առաջին հերթին հենց տարածքի հայկականության պահպանման թիվ 1 շահառուն են եղել։ Ու պատահական չի նույն Գրիբոյեդովի այդ անունով հայտնի վերաբնակեցումը, հա, Պարսկահայեր եւ Արևմտահայերի իրականում ներսես աշտարակեցու մտահղացումն է եւ նա է կանգնած դրա հետևում։ Այդ ժամանակ դեռ վիրահայոց թեմի առաջնորդներ, հետո պիտի դառնա ամենայնայոց կաթողիկոս։ Եվ իհարկե չեն կարող չնշել 1918 թվականին Գևորգ 5-րդ կաթողիկոսի այդ կարևորագույն դերակատարությունը մայիսյան հերոսամարտերի նախօրյակին, որ չհամաձայնվեց հեռանալ Էջմիածնից եւ կոնկրետ գործողություններով ուղղեց քաղաքական եւ ռազմական էլիտային ճակատամարտերի, որոնք պիտի ավարտվեին հաղթանակով։ Այլընտրանք չկար, այլընտրանքը չգոյություն էր։ Այս առումով իհարկե ձեր ձևակերպումը միանգամայն արդարացի է, որ կաթողիկոսական աթոռի տեղափոխությունը հետագայում քաղաքական կոնսոլիդացիայի առումով նաև կարևորագույն դերակատարություն է ունեցել։ Ես մի փոքր այլ բառով կասեի ազգային կոնսոլիդացիայի, որովհետև հայերի դեպքում այս կոնսոլիդացիան բերում էր ազգային հարատևության, այսինքն ազգի պահպանման, ընդ որում սեփական տարածքի վրա։ Դրա համար այդ քաղաքական բառը հիմա շատ է շահարկվում եւ այլ երանգներ ստանում, հա, բայց պատկերացրեք 15-ի մենք որպես պատմաբաններ եւ կարող ենք ուղղակի հեռուստադիտողների համար կարող ենք ասել մշակութային, ինստիտուտենական, ազգային եւ այլն։ Պատկերացրեք Հակոբ Ջուղայացին 1677 թվին այսօրվա մեր պատկերացումներով ասեր ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Եվ Հայաստանի ազատագրության հարցը չբերեց։ Այսօր պատկերացումներ չէինք ունենա վստահաբար։ Կամ 1918-ին Գևորգ 5-րդը ասեր, հա ինչ ճիշտ են ասում, գնամ Սևանակղզի, սկզբից բյուրական, հետո Սևանակղզի ինչ է համոզում գնամ։ Ասեր, հա գնամ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, գնամ աղոթք քսանեմ, որ ասում են աղոթք արեք ձեր, չէ՞, այդպես չի էլի մենակ։ Այսինքն պատմականորեն եկեղեցին ուզած-չուզած իր ֆորմատով, իր էությամբ, իր նշանակությամբ ունեցել է ազգային կարևոր կառույցի դերակատարություն։ Ի վերջո, եթե այդպես չլիներ, արդյոք հենց
Կիլիկյան Հայաստանում եւ նաեւ դրանից առաջ խնդիր չէր լինի լատինացնել հայ եկեղեցին։ Ինչու է դեպքում այդ խնդիրը շոշափվում, եթե դա կտրված է տվյալ հանրույթի էլի չասենք քաղաքական, չնայած խորքային առումով դա այո քաղաքական, այո, այդ հանրույթի քաղաքական նաև իրավունքների պաշտպանությամբ։ Նայեք, համատենք երկու կերպար։ Մեսրո Պարտազեցի կաթողիկոս, որ սսի անկումից ընդամենը մի քանի տարի առաջ որոշեց, որ եկեք կանգ առնենք, էլի, այդ 80 տարի որ գնում ենք Հռոմի կաթոլիկ եկեղեցու մաս դառնալու ճանապարհով, եկեք կանգ առնենք, ասաց։ Եվ ժողով հրավիրեց, որոշեցին, որ իսկապես կանգ առնեն ու չգնան այլ այդ ճանապարհով։ Հիմա նրան համատենք եւ համատենք վերջին թագավորին Լևոն 6-րդին։ Մենք շատ ենք այսօր մեծարում Լևոն 6-րդի կերպարի իբրև վերջին թագավոր, բայց այդտեղ զուտ պետականության իբրև խորհրդանիշ է էլի հանդես գալիս ինքը։ Բայց երբ որ նայում ենք բովանդակային տեսանկյունից, նայեք, նրա մայրը լատին է, կինը լատին է։ Մենք նույնիսկ չգիտենք ինքը ինչ լեզվով է խոսեն։ Մենք չենք կարող ասել իր ազգային ինքնությունը արդեն ինչպիսին էր։ Խիստ կասկածելի է, որ ինքը հայ որպես գործեր, հատկապես հայկական պետականության ազգային պետական շահերով։ Հաշվի առնելով, որ նա Կիպրոսում ֆրանսիական էլիտայի ներկայացուցիչ էր, Կիպրոսում այդ ժամանակ գտնվող ֆրանսիական Լուզինյան տոհմի, Լուսինյան հայկականացած ձևով, մենք կարող ենք տարբեր դատողություններ անել, բայց այստեղ շատ էական է, որ նա երբևէ գահազրկումից հետո որևէ կերպ հայկական օրակարգում չի եղել։ Նրան սկզբից իբրև գերի տարել են Եգիպտոս, Եգիպտոսից ֆրանսիական արքայատոմը փրկագնել է եւ տարել են նույնիսկ մի ժամանակ եղել է Մադրիդի կառավարիչ, այնտեղ այնքան հարկերը բարձրացրել է, ապստամբել են նրա դեմ նույնիսկ, խոսքով ամենևին երևելի ընթացք չէ, վերջով Ֆրանսիա են տարել, ասել են կյանքիդ վերջին տարիները անցկացրու մեր տոհմական ռանչոյում, այսպես ասած, եւ այդպես ամփոփել են նրա մարմինը տոհմական գերեզմանատանը։ Ես ամենևին չեմ ուզում վատաբանել այս արքային, բայց եթե նայում ենք Մեսրո Պարտազեցու տեսանկյունից, նա հնարավորություն էր տալիս հետագայում եկեղեցու համար, գոնե, որ թագավորության այդ անկման process-ում իսկ այդ ժամանակ, երբ որ նա ժողով էր հրավիրում, մնացել էր ընդամենը մայրաքաղաք Սիսիև հարակից որոշ տարածքներ։ Այսինքն նա հնարավորություն է տալիս, որ հայկական պրոյեկտը շարունակվի ինչ-որ ձևով։ Եվ երբ որ 1375-ի թագավորությունը կործանվում է, դրանից հետո հաջորդ բոլոր կաթողիկոսները խիստ կաշկանդված էին Եգիպտոսի մամլուքների իշխանությունից, որովհետև մամլուքյան սուլթանը համարվում էր նաև խալիֆ, սուննի իսլամի եւ աշխարհիկ եւ հոգեոր առաջնորդն էր։ Եվ նրա իշխանության պայմաններում մեր եկեղեցին բավական սուղ պայմաններում է հայտնվում, սսում, նաև հաշվի առնելով այն նախընթաց շրջանը, որ մենք գնացել էինք անընդհատ կաթոլիկացման ճանապարհով, իսկ կրկնում եմ, հայ եկեղեցին իրենց կողմից այդպեսին չէր ընկալում։ Նույնական չէր ընկալում կաթոլիկ եկեղեցու հետ։ Նրանք քաղաքական իմաստով հայ եկեղեցին համարում էին, այսպես ասած, բանակցելու պիտանի իրենց տեսանկյունից, այսինքն իրենք եթե հարցին նայում էին զուտ քաղաքական տեսանկյունից, իրենց հետ կարելի է լեզու գտնել, դրսից մարդ չեն բերի մեր վրա։ Սա էր, թե շատ առօրյա ձևով ձևակերպենք։ Հիմա այնուամենայնիվ այս եկեղեցին չի կարողանում այդտեղից դրսի կառույցների հետ աշխատել։ Չէ՞ որ նվիրապետական կառույցը շատ ավելի մեծ էր, քան թագավորությունն է եղել Կիլիկիայի։ Այսա շատ կարևոր պահ է։ Լինելով ազգային եկեղեցի, մեր եկեղեցին բոլոր համայնքներում է ներկայացված, որտեղ որ հայեր կան աշխարհում։ Եվ հետեւաբար ինքը չի կարող պատմականորեն սահմանափակվել եւ նաեւ այսօր միայն պետության սահմաններով։ Չի կարող ուղղակի։ Դրա համար այդ եկեղեցին չի կարող լինել պետական, ինչպես օրինակ պետական եկեղեցի է համարվում, վրաց եկեղեցին կամ օրինակ անգլիկան եկեղեցին։ Եվ այս պայմաններում իհարկե բնական է, որ եկեղեցին պետք է ձգտեր ավելի ինքնուրույն օրակարգ ունենալ, բարեբախտաբար, որովհետև եթե այդպես չլիներ, թագավորության վերացմամբ եկեղեցին էլ կվերանար։
Եվ նայում ենք արդեն 15-րդ դարում մենք սկսեցինք 12-13-րդ դարից, Կիլիկյան Հայաստանում այս գործընթացները գնում են, որոնք մենք ունեցնենք նաև շատ խելամիտ թագավորներ։ Հետում երկրորդի եւ Լևոն 6-րդի օրինակը բերեցինք, բայց խոսենք օրինակ հետում առաջինի եւ Լևոն 3-րդի մասին, նրան հաջորդած։ Այս երկու թագավորները եկեղեցական քաղաքականության հարցում հաշվի էին նստում Հայաստանի հոգևորականության հետ։ Նրանք էլ ունեին իրենց վրա ճնշումը արևմուտքից։ Ընդ որում մոնղոլների հետ, երբ որ մենք 1254 թվին դաշինք էինք կնքում Կիլիկյան Հայաստանը եւ հետում առաջինը մեկնում էր իրենց այդ դաշինք կնքելու, այդ ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցին համոզում էր, ասում էր եկեք եռադաշինք կնքենք։ Մենք էլ միանանք, մոնղոլները դեռ իսլամ չեն ընդունել, հնարավոր է նրանց քրիստոնեացնել եւ հաղթենք Եգիպտոսի նույնիսկ մուսուլմաններին, դեռ Խաչակրաց դարաշրջանն է, բայց հետումը եւ նրան հաջորդած Լևոնը ունեին հետեւյալ մոտեցումը։ Ասում էին մի րոպե մեր եկեղեցին, քանի որ ավելի ճիշտ ձևակերպեմ, քանի որ մեր ազգը բնակվում է մեծամասամբ ոչ թե Կիլիկիայում, այլ բուն Հայաստանում, այն ժամանակ բուն Հայաստանի տարածքը ասում էին մեծ հայք, Կիլիկիային էլ ասում էին փոքր Հայաստան, կապես Խաչակրաց աղբյուրները։ Ասում է եկեք այսպես անենք, քան մեծ մասը այնտեղ են, դի ուղարկենք այնտեղ այդ հարցը։ Մի հատ կոպիտ ասած հանրակրվեով քննարկեն բուն Հայաստանում։ Կարծիք ուղարկեն, խնդիր չկա, ասում է ես դեմ չեմ։ Կաթողիկոսին էլ հարցնում էին, կաթողիկոսն էլ ասում էր ես դեմ չեմ, իրար հետ պայմանավորված էին բնականաբար, երկուսն էլ Կիլիկիայում էին, բայց Հայաստանում այդ ժամանակ գործում էին արևելյան կոչվող վարդապետներ։ Խիստ զարգացած էր վարդապետական այդ համակարգը, վարդապետարաններ էին տարբեր վանքերում, այդտեղի վարդապետները իրենք եւ գիտնականներ էին եւ ուսուցիչներ էին եւ ինչ որ իմաստով քաղաքական գործիչներ էին, ավելի ճիշտ հասարակական գործիչներ, հա։ Նրանք էին Հայաստանի քաղաքական օրակարգը թելադրում, հատկապես այն ժամանակ, երբ որ Հայաստանը կորցնում է իր իշխանական էլիտային։ Եվ հենց այս դասի ներկայացուցիչ է Ստեփանոս Օրբելյանը։ Նա դառնում է այս խմբի ավագ ներկայացուցիչը, ընդորում հարավային Հայաստանից, այսինքն Սյունիքից էր նա, եւ հիմա 15-րդ դարի 30-ական թվականներին, 1430-ականների վերջին, երկու հզոր թև վարդապետարանների, Վասպուրական Տարոնի եւ Սյունիքի վարդապետները բերում են մեջտեղ հենց այդ հարցը, որ պետք է կաթողիկոսությունը բերել այստեղ։ Այն, որ 1441-ը մեր այսօրվա հատկապես պետականության, արևելյան Հայաստանում պետականության վերականգնման համար վճռորոշ դերակատարություն ունեցել, դա քննարկումից դուրս է։ Դա անպայման այդպես է, բայց դա հենց 1441-ով չի եղել։ Իսկ դրանից հետո բարդ մրցակցություն է գնացել։ Օրակարգը կաթողիկոսական աթոռ տեղափոխելու փոխկապակցված է եղել թագավորության հետ։ Այսինքն պետականության գաղափարը ի սկզբանե եկեղեցու այդ ժամանակաշրջանի հայրերի կողմից դրված է եղել կաթողիկոսանը այստեղ տեղափոխելու որոշման տակ։ Մի կարճ անդրադարձով ուզում եմ ամփոփել թեման։ Մենք շատ ենք խոսում կաթողիկոսական աթոռը էջմիածնում վերահաստատելու եւ դրա պատմական նշանակության մասին, իսկ էջմիածնից այն ժամանակ Հայաստանից տեղափոխելը դուրս գալը ընդհանուր պատմական գրականության մեջ եւ մեր պատկերացումներում մենք հասկանում ենք, որ Հայաստանում ստեղծվել էր այնպիսի մի իրավիճակ, որ անհնար էր եկեղեցու գործունեությունը։ Բայց արդյոք դա պարզապես գոյապայքարից մղված փախուստ էր, թե գիտակցված որոշում դուրս բերել ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը այդ ժամանակ Հայաստանից, որտեղ հայկական պետականություն այլևս չկար։ Իսկն աշխարհագրորեն դա Հայաստանն էր։ Իդեպ այդ պատճառով է, որ մեջտեղ է գալիս ամենայն հայոց ձևակերպումը, որովհետև ի սկզբանե կամ հայոց էին գրում, կամ մեծ հայքի կաթողիկոս, օրինակ Հովհաննես Դերասխանակերտին, երբ որ կարդում ենք նրա երկասիրությունը, նա 10-րդ դարի սկզբին է եղել կաթողիկոս եւ Սմբատ առաջին եւ Աշոտ երկրորդ երկաթ թագավորների ժամանակ է իբրև կաթողիկոս եղել, հիմնականում ինքն իր մասին գրում է իբրև
մեծ հայքի կաթողիկոս հայոց մեծած։ Ժամանակի հետ, երբ որ նախ հայության աշխարհագրությունը բնակության արյալն է ընդարձակվում, նվիրապետական աթոռներ են հիմնվում դրսում, արդեն 10-րդ դարի երկրորդ կեսին մենք տեսնում ենք 3 եպիսկոպոսական աթոռ հիմնվում է միայն Կիլիկիայում եւ հարակից տարածքներում։ Դեռ չկա Կիլիկիան Հայաստան, դրանից 100 տարի առաջ։ Իսկ միգրացիան սկսվել է, գործընթացները կան եւ այդ հիմքի վրա նվիրապետական կառույցը մեծանում է, հետագայում հենց այդ մեծացած նվիրապետական կառույցը եւ նոր միջավայրում հայկական պետության ստեղծումը աշխարհագրորեն ուրիշ տեղ պետք է բերի մեջտեղ հետեւյալ հարցը. բուն Հայաստանում եւ Կիլիկիայում ապրող հայերը իրար հետ ընդհանրություն ունեն թե չունեն։ Հիմա իրենք որպես գաղափար իմ նշած արևելյան վարդապետները 13-րդ դարում, օրինակ Կիրակոս Գանձակեցի պատմիչը, որ ամենանշանավոր արևելյան վարդապետներից էր։ Նա իր երկում Կիլիկիան Հայաստանի թագավորին թագավոր հայոց է կոչում։ Այսինքն քաղաքական գաղափարի իմաստով Կիլիկիայում գահակալող թագավորը հայոց թագավորն է, Հայաստանի թագավորն է, բոլոր հայերի թագավորն է։ Նա գտնվում է ուղղակի Կիլիկիայում եւ վարչական իրական իշխանություն չունի բուն Հայաստանում։ Բայց մենք մեզ համոզել ենք, որ ինքը նաեւ մեր թագավորն է այստեղ։ Ի տարբերություն նրա կաթողիկոսական նվիրապետական իշխանությունը թե վարչական, թե դավանաբանական տեսանկյունից տարածվում է բուն Հայաստանում։ Հետո պետք է լինի դավանաբանական խզում, որովհետև ասում էին մենք չենք ընդունում այդ միարարության կամ բանի, ունիթորության, այսինքն Հռոմի կաթոլիկ եկեղեցու միանալու որոշումը, բայց մեզ մոտ չէին ասում մենք չենք ընդունում կաթողիկոսի վարչական իշխանության, նման անհեթեթություն Ստեփանոս Օրբելյանի եւ նրա ընկերների մոտ չէր կարող ուղակի ծագել, Այսինքն նրանք երբեք ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը կասկածի տակ չէին դնի, նույնիսկ երբ որ կար դավանաբանական նման խնդիր։ Այսինքն իրենք հասկանում էին, որ խնդիրը թագավորից է գալիս։ Եվ հարցը ձևակերպվում է հետևյալ կերպի վերջո, որ բուն Հայաստանում մենք գնում ենք այլ ճանապարհով, այնտեղ ուրիշ ճանապարհով, որպեսզի այդպես չլինի, հոգևոր իմաստով այս երկուսը միասնական են եւ ամենայն հայոց կաթողիկոսի վարչական իշխանության տակ են եւ նվիրապետական իշխանությունն եւ դավանական առում, այսինքն հոգևոր իմաստով թե Հայաստանի հայությունը եւ թե Կիլիկիայի հայությունը միասնական են եւ դրա համար այստեղ նույնիսկ տեղափոխությունները վաղ շրջանում քաղաքական տարբեր հանգամանքներով պայմանավորված հոգևոր միասնությունը չէին խաթարում։ Եվ ի վերջին միտքն ասեմ ու ամփոփեմ խոսքս։ Երբ մենք խոսում ենք տեղափոխությունների մասին, կաթողիկոսական իշխանությունը մի կողմից չէր վիճարկում այն, որ բխում է Սուրբ Էջմիածնից, եւ հենց Ստեփանոս Օրբելյանը դրա պես քաղաքական գաղափարախոսությունը նաեւ տվեց հիմնավորումը։ Այսպես այսօր կա քաղաքական աստվածաբանություն տերմինը, արդեն 100 տարուց ավելի այդ տերմինով կարելի է դա բնորոշել։ Բայց մենք չմոռանանք, որ կաթողիկոսանը Էջմիածնում չի եղել Հայաստանից հեռանալիս։ Այսինքն եղել է սկզբից Անիում, հետո Դեգերումներ, տարբեր, ի վերջո մինչև Հռոմկլայում հաստատվել է մի քանի տեղ է փոխել։ Հռոմկլայում նա մնում է մոտ 140 տարի։ Եվ 141 տարի լինելուց հետո 1151-ից մինչև 1292 տեղափոխվում է Սիս եւ 1441-ին այստեղ որևէ մեկը Սուրբ Էջմիածնի հանգամանքը կասկածի տակ չէր դնում, բայց այդ ժամանակաշրջանի հանգամանքները հաշվի առնելով եւ մինչ այդ անհնարինությունը բուն Հայաստանում կաթողիկոսանի գործելու այդ հարցը չէին վիճարկում։ Դրա համար այս արհեստական հակասությունը, որ մենք այսօր տեսնում ենք այդ թեմայի շուրջ, ուղղակի մտածածին է։ Պատմությունը թափես ստատիկ երևույթ չի։ Այսինքն ինքը կայուն կանգնած բան չէ։ Ինքը դինամիկ է, շարժուն է եւ տարբեր իրավիճակներ միշտ պահանջել են տարաբնույթ լուծումներ, շատ հաճախ ոչ ստանդարտ լուծումներ եւ ամենևին դրանք հեշտ եւ հանգիստ օրերից չեն եղել։ Այսինքն երբ որ պատկերացրեք օրինակ Բյուզանդիան գրավում է Անին 1045 թվականին մեր մայրաքաղաքն է, հայոց թագավորություն էլ չկա Եվ իրանք ասում են, որ բանը պիտի կաթողիկոս ընդունի բյուզանդական եկեղեցու դավանանքը, իսկ դա նշանակում է կայսրին պիտի համարի մեր հոգևոր պետ նաև։ Հիմա դա նորմալ էր հայկական միջավայրում, նորմալ չէր ընկալում։
Եվ նույնիսկ իրենց շատ թե քիչ իրենց նկատմամբ դրական տրամադրված Պետրոս Գետադարս կաթողիկոս ասում են ես նման բան չեմ անելու։ Պետրոսին կանչում են նույնիսկ ասում են մի հատ հələ գնա կայսեր մոտ հələ տեսնենք այդ քանի գլխանի ես ոչ։ Նույն բանը այնտեղ է, ինքը հրաժարվում է մինչև վերջ եկեղեցիների միության այս գաղափարից։ Եվ նրան թույլ չեն տալիս գալ Հայաստան։ Կրկնվում է նույնը հաջորդ կաթողիկոսի հետ էլի հրաժարվում է եւ գնում է փաստորեն էլի թույլ չեն տալիս վերադառնան։ Նման իրավիճակում ես միայն մի մասն եմ ասում, որ շատ չծանրաբեռնեմ մեր հեռուստադիտողին, բայց նման պայմաններում պատկերացնել, որ կաթողիկոսական աթոռը անխափան կարող էր մնալ բուն Հայաստանում, մենք հասկանում ենք, որ արդեն բավականին կանխակալ ձևակերպման արդյունք է։ Իհարկե լիահույս լինենք, որ գոնե անկախ պետականության պայմաններում մենք երբևէ չկանգնենք նման իրավիճակի առաջ, որ ստիպված լինեն ինչ որ նման օրակարգի մասին մտածելու, թե եկեղեցում, թե հանրության շրջանում, հա, որովհետև պատմականորեն եկեղեցին երազել է եւ ամեն ինչ արել է, որ պետականություն վերականգնվի։ Եվ պետականությունը վերականգնվել է, այդ վերականգնման թիվ 1 շահառուն եւ թիվ 1 ջանք դնողը պատմականորեն էլ եկեղեցին է եղել եւ պետք է հույս ունենալ, որ պետությունն էլ այդ դարերին ի պատասխան գոնե իր վերաբերմունքը ժամանակի հետ վերադարձնի այն ընթացքը, որը որ օրինակ նախատեսված էր առաջին հանրապետության ժամանակ եկեղեցի պետություն հուշագրով, այսինքն նախագիծ էր պատրաստվել, չհասցրեցին խորհրդայնացման պատճառով այդ փաստաթուղթը վերջնական կետին բերել, դրանով օրինակ կաթողիկոսի անձը հայտարարվում էր անձեռնմխելի եւ որևէ սակարկումից վեր։ Նա իսկապես ազգապետի ֆունկցիաներում էր ամրագրվում եւ որևէ խոսակցություն անգամ չէր կարող լինել առաջին հանրապետության պայմաններում եկեղեցու հովվապետի հանդեպ, ազգապետի հանդեպ, օրինակ, չգիտեմ, քրեական գործ հարուցելու կամ նույնիսկ վարչական գործ հարուցելու։ Իսկ եթե մենք պատմականորեն ենք հարցին նայում, այս գիտակցմանը վերադառնալու մենք անհրաժեշտություն ունենք մեր օրերում։ Շնորհակալ եմ խորքային կարևոր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Միքայել Մալխասյանն էր։ Քննարկումները կշարունակվեն ամենայն բարիք։